Շնորհակալ եմ, պարոն վարչապետ զեկույցի համար, քանի որ ժամանակն էլ մեծ էր, դուք ըստ էության բազմաթիվ հարցերի անդրադարձաք, ես օգտվելով առիթից մի քաղաքացու իմ տված խոստումը կատարեմ եւ փոխանցեմ ձեզ հարցադրումները։ Մի փոքրիկ գյուղի խանութ է եւ այդ խանութի մեջ մոդելով ես տեսնում եմ վերափոխումը շատ ժամանակ, որ մենք տանում ենք։ Այնքան է օրինական դաշտ անցել, որ նորն ասեց արդեն անցել եմ ավելացված արժեքի հարկ, որտեղ այդ շեմը անցել եմ, բայց մի քանի բաներ կա, որ այդ մարդիկ ուզում են այդ պետության համասեփականատեր դառնան կամ էս մի գրպանից էս մի գրպանը հանեն, բայց չկա այդ ճանապարհը։ Այդ ճանապարհներից մեկը օրինակ տնտեսվարողն ասում է գյուղացուց վերցնում եմ էս օրինակ, չգիտեմ, լոլիկը կամ էս միարգղ գիլասը։ Այդ գյուղացին չի կարա ինձ որևէ կերպ թուղթ տա, որովհետև դուք որպես պետություն չեք ստեղծել այդ ինստիտուտը, որ ես կարողանամ թեկուզ ձեռի վրա իր հետ, չգիտեմ, պարտավորագիր գրեմ տամ։ Հիմա այս միարգղ գիլասը, որ ես չունեմ թուղթ, ստացվել է, որ հարկային գալու է եւ իմ ամբողջ շրջանառության վրա առաջացնի որոշակի պարտավորություն։ Ես ասում եմ պարտավոր եմ, ես ինձ պարտավոր եմ զգում, որովհետև իմ աչքի առաջ ասում եմ ես տեսնում եմ դուք, չգիտեմ, 50 սանտիմետր այդ հողը փորել եք, ես այդտեղ զրոյից ճանապարհ եք կառուցելու, պատրաստ են, բայց չկա այդ ճանապարհը։ Եվ մի հարցի վերաբերյալ դուք ընթերցեցիք կառավարության նիստում, այդ տնտեսարողներն ասում են օրինակ եթե հոսանքի վճարը հանում ենք ծախսերից, մյուսը հանում ենք, խնդրում են հստակ լինի, որ այդ բանկային միշտ քարտերով ստացած գումարի այդ միջնորդավճարը նույնպես համարվի իրանց ծախսերից դուրս գրում, որ սա ասում եմ, որ նաև ըստ էության հրապարակային լինի պատասխան, եթե այս պահին չկա, մյուս համազեկուցողները կխնդրեմ ասել, եթե արձագանքելու կունենաք, արձագանքեք, եթե ոչ, ես երկրորդ հարց կտամ։ Պարոն Գաբրելյան, հիմա դուք քաղաքացուն հիշատակեցիք, հիմա ես տեղ ելույթ եմ ունենում 12:52, ես պատասխանը ՊԵԿ-ից վերցրել եմ եւ քաղաքացուն ուղարկել եմ եւ իրան հարցրել եմ, թե արդյոք ես նամակը իր հարցերի պատասխան տալիս է։ 12:52 ինձ պատասխանել է էլեկտրոնային փոստով եւ ես հիմա ձեզ կարդամ իր պատասխանը։ Հարգելի պարոն Փաշինյան, նախ շատ շնորհակալ եմ ձեզ իմ կողմից բարձրացված հարցը կառավարության նիստում քննարկելու եւ հստակ պատասխանը արագ ստանալու հարցում, այսինքն պատասխանը ՊԵԿ-ի տված ուղարկել եմ։ Շնորհակալ եմ ձեզ նաեւ վստահության համար։ Գրությամբ ստացված պատասխանը ամբողջովին տալիս է ինձ եւ իմ նման շատ փոքր ձեռնարկատերերին հուզող հարցերի պատասխանները եւ եթե ինչպես որ պատասխանում է նշված շրջարկի հաշվարկի լրացումը կկատարվի ինքնաշխատ, ներառելով հարկային մարմնի տեղեկատվական բազայում եղած տվյալները, ապա հարկ վճարողի մոտ այլևս ոչ մի անհասկանալի խնդիրներ չեն առաջանա։ Կանխավ շնորհակալություն Մկրտումյան անունը չեմ կարդում, որ չբացահայտեմ։ Հիմա այս պատասխանում մասնավորապես գրված էր, որ այդ բանկի միջնորդավճարը քարտի դեպքում այո մտնում է այդ ծախսերի մեջ, որը կարող է ծախսագրվի։ Հաջորդը գյուղացուց վերցրածը էլի բանանելու հաշիվ ապրանքագիր տալու մեխանիզմ գոյություն ինքնահաշիվ գրելու համակարգը վաղուց գոյություն ունի, բայց մեր պլաններում կա նաև, որը պետք է իրար հետ քննարկենք, հասկանանք, տարբերակված ավելացված արժեքի հարկի մեխանիզմ դնելը, որ նման դեպքերում, որը մեր մոտ ուղղակի պրակտիկա չկա, ամեն նոր բան դնելիս անդադ մտավախություն է ալնում, որ մի բան հաշվի առաջ չլինենք եւ այլ։ Այսինքն իրական մեխանիզմները կան, կամ եթե չկան, հասկանում եք, հիմնական խնդիրն է, որ եթե չկան, էլի խնդրեմ չի, պետք է հաղորդակցություն տեղի ունենա։ Գործարար համայնքի եւ կառավարության մեջ պետք է խոսենք, պետք է ոչ թե իրար վրա գոռանք, այլ պետք է իրար հետ խոսանք, մի հատ ավելի լավ հասկանանք։ Այս նամակագրության օրինակը պարզ ցույց է տալիս, որ ընդ որում տեսեք, ես գիտեմ, որ մարդիկ գալիս են նաև կառավարության դիմաց ցույց են անում, ինչը իրանց իրավունքն է, հարգանքով են վերաբերվում, ուզում են ինչ-որ մի բան ուղերձ փոխանցեն։ Հիմա այս չգիտեմ, նամակագիր ինքը մասնակցում է թե չի մասնակցում, բայց ինձ նամակ է գրել, այդ նամակը կառավարության նիստում արծարծվել է, պատասխանը ստացվել է, պատասխանը ուղարկվել է, ինքն էլ այդ պատասխանն է պատասխանել, մի հատ կառավարության նիստում հնչեց իր խոսքը, մի հատ ազգային ժողովի նիստում հնչեց իր խոսքը։ Հիմա ով էր ավելի արդյունավետ։
Էս էլ է, այդ որ ասում եմ իմանալ ինչպես, էս էլ է իմանալ ինչպեսի մաս։ Մարդը ասելա ոնց անեմ, որ ես ճշգրիտ իմ ասելիքը հասցնեմ տեղ։ Ինքը իրա եւ հազարավոր ուրիշ մարդկանց ասելիքը հասցրելա տես, էս այդ պատասխանը նաեւ կառավարության վաղը չէ մյուս օրվա նիստում բան կանենք, կհրապարակենք, չնայած պարոն Հովհաննիսյան, կարծում եմ, որ նիստը երբ է, վաղը չէ մյուս օր, կարող ենք նաեւ հրապարակել ընդհանրապես այդ պատասխանը, որ հասանելի լինի մարդկանց։ Շնորհակալ եմ շատ, բայց չգիտեմ իրականում երկրորդ հարցը ստամ թե ոչ, լավ ամեն դեպքում հնչեցնեմ։ Բավարարչապես դուք ճիշտ եք, որ կրթության մեջ է կարևոր խնդիրը, բայց ես էլ դուք էլ շատ ժամանակ գնում ենք Հայաստանի Հանրապետությունում կառուցված ցանկացած կլինի մասնավոր դպրոց, կլինի մասնավոր շենք եւ տեսնում ենք, որ այդ ձեր ասած նույն դպրոցը ավարտած, հա, նույն միջավայրում մեծացած շինարարներն են արել, ու երբ շատ ժամանակ ինքնարժեքը ուզում ես, դու տեսնում ես, որ օրինակ մեր այս վերջերս մեկ շաբաթ առաջ նախարարի եւ փոխվարչապետի գրասենյակի հետ եղել ենք մի կառույց, որը 5000 քառակուսի մետր անեն շինություն էր կառուցում, որի ինքնարժեքը մոտավորապես մեր միջին դպրոցների ինքնարժեքն է։ Շինարարը էլի տենց հայ միջին վիճակագրական շինարար էր, կոժի կուրկավ, մի հատ ձաձեր եկավ, դիմավորեց գնաց, այսինքն իրանք էլ են այդ միջավայրում մեծացել եւ ես այստեղ իսկապես մտավախություն եմ տեսնում, որ երբ որ դուք ասում եք ամեն ինչ կրթության մեջ է, միակ մտավախությունը սենա, որ ձեր ենթականների ենթակաները մի քիչ կոպիտ բառա, բայց բոլոր ձախողումները բերելու են այդ անվանտակ լղոզեն, հա, դες պատը ծուռա, որովհետեւ դե մեր պատշարերն են տենց, դե որովհետեւ կաշառք վերցել ենք, դե որովհետեւ միջին վիճակագրական հայը սովորա եւ սիրում այդ մաղարիչ տալը, որը մեր քրեական օրենսդրությամբ համարվում է կաշառք։ Այսինքն այստեղ ռիսկ չեք տեսնում, որ դուք ասելով դա նաեւ մի քիչ ոնց որ կիսատ եք թողում, ուղերձ չեք անում ձեր ենթականերին կամ գործադիրին, որովհետև միշտ ստացվելու է այնպես, որ գալիս են եւ ասում են, դե էսա մեր իրավիճակը, դրա համար սենց է ստացվում։ Չէ, բայց ես ասում եմ, ես սովորում եմ։ Ես ասում եմ, իմ ամեն աշխատանքային օրվա մեջ ինչ որ մի տոկոս նվիրված է իմ կրթությանը։ Ամեն օր դա կարա լեզու սովորել լինի, դա կարա, այդ պետք է լինի, որ դա արդարացում չի կարա լինի։ Որովհետև այդ մենք կարող ենք ասել բանի ժամանակ։ Իմիջայլոց հետաքրքիր մի հատ տեսարան, էլի։ Ես գնացի Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում գյուղերից մեկում ես գնացի տեսա 2019 թվականի մի հատ սուբվենցիոն ծրագիր։ 19 թվականի սուբվենցիոն ծրագիր։ Երբ որ ես 19 թվականի սուբվենցիոն ծրագիրը տեսա, ես հասկացա, թե մենք այս ընթացքում ինչքան ենք սովորել։ Որտեղ ինչ որ 19 թվին ընդունված եւ արված է եւ միջև հիմա նորմալ արված չի։ Ասենք այդ ոնց որ iPhone 1 կներեք կոպիտ, iPhone 1-ն ու iPhone 1 եղել, հա։ iPhone 4-ն ու iPhone 13-ը։ Այդքան տարբերություն կա։ Որովհետեւ իմ կարծիքով մենք նաեւ համակարգ ենք դրել, որտեղ հնարավոր չի չսովորել։ Ով չսովորի դուրս է մնալու բոլոր տեղերից։ Պետական կառավարման համակարգից էլա դուրս մնալու, բիզնեսից էլա դուրս մնալու, որովհետև հիմա այլ զորբայությամբ ոչ մի բան չես կարող անել, կամ պետք է չկարենաս անես։ Պետք է գիտելիքով անես։ Եվ այս տրամաբանությունն է։ Բայց այդքան ակադեմիական քաղաք, 300 դպրոց, բան 500 մանկապարտեզ, մեր ամբողջ ուղերձները կրթության մասին է, ամբողջ ուղերձները կրթության մասին է։